ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ Սաուդյան Արաբիայում ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունների միջև սպասվող բանակցությունները լավ արդյունք են տալու։ Մենք հիմա ցանկանում ենք անել ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան լրջորեն մոտենա դրանց։ Կարծում եմ, որ այս շաբաթ շատ կարևոր բաներ կարող են տեղի ունենալ։ Հուսով եմ, որ այդպես է լինելու, նշել է Թրամփը։ Լրագրողի հարցին պատրաստվում եք վերսկսել օգնությունն Ուկրաինային, եթե նրանք ստորագրեն օգտակար հանածոների մասին պայմանագիրը, Սպիտակ տան առաջնորդը պատասխանել է. Կարծում եմ, որ նրանք կստորագրեն գործարքը, բայց ես ուզում եմ, որ նրանք խաղաղություն ցանկանան եւ հենց հիմա առաջիկա 2-3 օրերի ընթացքում շատ բան պարզ կլինի։ Կիրակի երեկոյան ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուղևորվել է Ֆլորիդա Սաուդյան Արաբիա մեկնելու նպատակով։ Ըստ պետդեպարտամենտի մամուլի հաղորդագրության Ռուբիոն մարտի 10-ից 12-ը կլինի Սաուդյան Արաբիայում բանակցություններ վարելու ուկրաինացի գործընկերների հետ, առաջ մղելու նախագահ Թրամփի Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի վերջ դնելու ծրագիրը։ Ջիդայում գտնվելու ժամանակ Ռուբիոն կհանդիպի նաև Սաուդյան Արաբիայի գահաժառանգի հետ քննարկելու տարածաշրջանում ընդհանուր շահերն առաջ մղելու եւ ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերություններն ամրապնդելու ուղիները։ Ռուբիոն մարտի 12-ից 14-ը կմեկնի Կանադա, որպեսզի հանդիպի G7-ի արտգործնախարարների հանդիպման գործընկերների հետ։ Կանադայի լիբերալ կուսակցության անդամները Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնիին ընտրել են որպես կուսակցության նոր առաջնորդ։ Մարկ Քարնին կստանձնի նաև Կանադայի վարչապետի պաշտոնը։ Քարնին հավաքել է ձայների ավելի քան 85%-ը։ Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն հունվարի սկզբին հայտարարել էր, որ կհեռանա Կանադայի լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնից եւ կլքի վարչապետի պաշտոնը, հենց կուսակցությունն իրեն փոխարինող գտնի։ Քարնին ելույթ ունենալով կուսակցության համագումարում նշել է, որ Կանադայի համար մռայլ օրեր են։ Ես խոստանում եմ, որ միասին մենք կկարողանանք հաղթահարել այս ճգնաժամը, հայտարարել է կառավարության ապագա ղեկավարը։ Իր ելույթում Մարկ Քարնին նաև նշել է, որ Կանադան երբեք ոչ մի ձևով չի դառնա Ամերիկայի մաս։ Կանադայի հեռացող վարչապետ Ջաստին Թրյուդոն հրաժեշտի ելույթ է ունեցել։ Իր խոսքում նա նշել է, որ Միացյալ Նահանգները էկզիստենցիալ մարտահրավեր է ստեղծել Կանադայի համար։ Մենք մի երկիր ենք, որը գիտի, բոլորի հիմնարար իրավունքների պաշտպանությունը մեր ազատությունը պաշտպանելու միակ միջոցն է։ Մենք մի երկիր ենք, որը դիվանագիտական լուծումներ է միշտ գտնում, բայց կարողանում է պայքարել, երբ պետք է, շեշտել է Թրյուդոն։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը ստեղծել է հանձնաժողով հայտնաբերելու եւ ռազմական դատարան ներկայացնելու նրանց, ովքեր խախտել են ռազմական հրամանատարության հրամանները երկրի առափնյա հատվածում գործողության ընթացքում։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալով մարտի 9-ի դրությամբ բախումների հետևանքով զոհերի թիվը Սիրիայում գերազանցել է 1000-ը։ Սիրիայի առաջնորդն ազգային հեռուստատեսությամբ եւ սոցիալական ցանցերում հրապարակված ելույթում խոստացել է հետապնդել բախումների կազմակերպիչներին եւ պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր չարաշահել են իրենց լիազորությունները։ Սիրիայում վերջին օրերին Բաշար Ասադի իշխանության անկումից ի վեր ամենազանգվածային բախումներն են գրանցվել։ Բախումները հիմնականում տեղի են ունենում Լաթաքիա նահանգում, որտեղ մեծ թիվ են կազմում ալևիները, որոնք Ասադի իշխանության հենասյունն են։ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից շտաբ խորհրդակցություններ է պահանջել Սիրիայում իրավիճակի վերաբերյալ։ Ռուսաստանի առաքելության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հույս է հայտնել, որ խորհրդակցությունները կնշանակվեն մարտի 10-ին։ Վաշինգտոնը դատապարտել է Սիրիայում տեղի ունեցողը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգներն իր աջակցություն է հայտնում Սիրիայի կրոնական եւ էթնիկ փոքրամասնություններին, այդ թվում քրիստոնյաների, ալևիների եւ քրդերի համայնքների եւ իր ցավակցությունն է հայտնում զոհերին եւ նրանց ընտանիքներին։ Միացյալ Նահանգները կոչ է արել Սիրիայի իշխանություններին պատասխանատվության ենթարկել արմատական իսլամիստ ահաբեկիչներին, որ մարդկանց են սպանում։ Սիրիայի ժամանակավոր իշխանությունը պետք է պատասխանատվության ենթարկի նրանց, ովքեր իրականացրել են սիրիական փոքրամասնությունների ներկայացուցիչների ջարդերը։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկը դատապարտել է Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունները, կոչ անելով հետաքննել քաղաքացիական բնակչության մահապատիժներն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Եվրամիությունը նույնպես դատապարտել է Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերի վրա հարձակումները, դրանք վերագրելով Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներին, ինչպես նաև կոչ է արել պաշտպանել Սիրիայի քաղաքացիական բնակչությանը։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Դոնալդ Թրամփի նամակից հետո հայտարարել է, որ Իրանը հրաժարվում է բանակցություններ վարել ագրեսիվ կառավարությունների հետ։ Նրա խոսքով բանակցություններում նրանց հաստատակամությունն ուղղված չէ խնդիրների լուծմանը, նրանք ցանկանում են կառավարել եւ պարտադրել։ Այս մասին Ալի Խամենեին հայտարարել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանն ունեցած ելույթում։ Խնդիրը միայն միջուկային զենքը չէ, նրանք ակնկալիքներ ունեն կապված Իրանի հրթիռային ծրագրերի ու մեր միջազգային կապերի հետ։ Իսլամական հեղափոխությունը
վստահաբար դրանք չի արդարացնի, ասել է նա։ Խամենեին նշել է, որ միջուկային ծրագրի հարցը հավանաբար կքննարկվի ինչ-որ տեղ, սակայն չբացահայտելով մանրամասները։ ԱՄՆ նախագահն ավելի վաղ ցանկություն էր հայտնել բանակցելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ եւ նշել, որ նամակ է ուղղել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգեվոր առաջնորդին։ Fox Business-ի հետ հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը նշել էր, որ նախընտրում է գործարքի շուրջ բանակցություններ վարել Իրանի հետ եւ եւս մեկ անգամ կրկնել պնդումը, թե Իրանը ձգտում է միջուկային զենք ստեղծել, ընդգծելով, որ դա Վաշինգտոնը թույլ չի տա։ Մերին Ներսիսյան, լուրեր։